դիմել ենք տարբեր աջանների 18 թվին մեր պարոն վարչապետ նոր եկավ Գյումրի այդ հսկայական բազմության միջից մտա մեկ երբը դիմեցի Սին բանկենենք նկար բան ամեն ինչ ուղարկեցինք բայց դարձյալ ոչինչ չեղավ ինչքան քաղաքապետ մազբետ տարածքային կառավարում ումս էս դիմել ենք Հիմա ես չեմ ապրես շենքում նախ տունս տան նման չէ Ցոլագյան նոր եկավ մեր տունը նկարահանում կերնեին դիմել էի եկավ Գանգներ պետի կրիսը փորել է կրիսը թորիս վրայիցել է բան ահա որ է Մենք չգիտեմ ջունգլիներում երևի ավելի բարվոք պայմաններում կաբրին ընդեղանց բնակիչները քանց մենք սաղը կաբրեին Հետեն գնացին հետո եղանք 13 հոգի ես էլա առողջական խնդիրներ պայմաններս այդքան լավ չէ հիմա ելել եմ վարձով էլի լավ պայմանների մեջ չեմ Բալասանյանին ենք դիմել այդպես մարդ չկա որ դիմաց չեղնենք բնակիչներով ենք գնացել անհատ ենք գնացել մինչև հիմա ոչ մի արդյունք գոյուղի չկա ամենասարսափելի բանն է որ բնակիչը կաբրի ու գոյուղի գոյություն չի ունենա հիմա դե պատկերացրեք ինչպես կաբրին ներկայիս այս քանի բնակիչը Ես ելել եմ բարձով ես չէի կրնա նախ ջուր չկա ջուրը ստեղից կգարեն մետրոներով կրեին քիչ առաջ որ խայր դա այս բնակիչը կրեր հնարավոր չէ ապրելը պատերը փլիգը սաղ Դյա ծառ է ելի են դեղարտեն երկրաշարժին քանիմ քարկարի սարանքը բլավ թապավ որ բլի ու այդ քանի բնագիչը մեջը մնան ինչ կեղնի անչափահաս երեխեք կան դյա իմ թորս պետք է տա հայրենիքի համար ծառայելու ինչ հայրենիք Ինչ հայրենիք եթե այսօր վատարությամբ կրիչ չունի գլխին բարձով ապրելը հեշտ է Թողալը այդ մեր բարձրաստիճան պաշտոնյաները մեկ գիշերը կան ապրին նոր կզգան թե մենք ինչ ձևի ապրել ենք ու հիմի մարդիկ կաբրին ես չէի կրնա նախառողջական խնդիրներ ունիմ ես չէի կրնայել քանի անգամ ըստեղ ընկել եմ դե վերջը մեր բարձրագույն աստիճան պաշտոնյանները վերջապես ինչ կմտածեն տվյալ շենքի պարագայում կխնդրենք որևիցե հարց բարձրացնել այդպես տեղ չկա որ դիմաց չեղնենք Ավտոյի դեմը դաժե կագնա Ավտոն քաշին բերես Գևորգյանը եկել էր տարածքային կառավարումներ այն ժամանակը միջիդեմ որ երկիրը դեսպան է ինչ Մազվեդարանի դուրը կանգնած ենք Այն հետևի կողմից դուս կուկար դեմը կանգնա Ցոլագյանն ու Բալասանյանն էր ավտոն հրին Զարգի մինչև հիմա կոջիկը ծուրած Հəbə բան է Տիկինը Ռոզա անարմար է Ինչն է անարմար Երբ որ ես այդ պայմաններում կաբրիմ Իմ երեխեքը ցքուն դատար Քսեմ կռիսը իմ փորից կրավատին էլ է Եթե Եվրոպեն բաներն ենք վերջ Այս տարի ձմեռը շատ խիստ էր ու ամբողջ ձմեռվա ընթացքում 3 պլտաներ եմ միացնում կետը գազի մեկն է որի ավուն չունեմ ու ինչպես եմ տաքացնում բնակարանս տեսեք ու այս խղճուկ մեր թոշակով 44 տարվա մանկավարժ եմ եղել ու հանին պայմաններս ու ինչ ասեմ ես բնակարան եմ կորցրել վստահել եմ ուղիղ 3 օր հետո կլրանա 20 տարին որ վստահեցի իշխանավորներից մեկին եկա այստեղ որ 3 ամսում պետք է շենքը սարքեն չնայած շենքը այդ վիճակին չէր այն ժամանակ ու հիմա ինչ անենք ջուրը բերում եմ դրսից հնարավոր չի աղջիկ ջան ինչքան կարելի է փողոց չկա ոչինչ չկա ոչ մի հարմարություն չկա ինչ անեմ
Ում ասենք, մենք ղեկավար չունենք։ Հենց այս պահին այդ շենքը անդերության մատնված է արդեն իմ գիտենալով 20 տարի, որովհետև 20 տարի ապրում եմ այստեղ։ Էլուր գնամ, որ դորը թակեմ։ Շենքի մեջ կոյուղի չկա, չէ, ջուր չկա։ Բալաջան, ամբողջ շենքում միայն ես ունեմ կոյուղի։ Միայն ես գիտեք ինչի, որովհետև երբ որ եկա շենք, այդ ժամանակ իմ եղբայրներս եկան առանձին անցկացրին։ Շենքում կոյուղի չկա, ջուրն էլ աննկարագրելի վիճակի այնտեղ։ Մի քանի տարի առաջ Երևանից եկան լրագրողներ, մարդիկ ինչ, ու ասեցի, տեսեք, այն նույն ծորակից շներն են օգտվում կատվները ու մենք հա ծիծաղացին։ Երջանիկ վիճակի այդ պահին ինձ մոտ, որ մենք շների հետ օգտվում ենք նույն ծորակից, էլ ինչ ասեմ այս երկրին, քանդվավ, անկախության առաջի իսկ պահից մեր երկիրը քանդեցին, 36 գիգանտ հսկա գոզարաններից մի գոզարան չմնաց, սա սովորական ժողովուրդը չէր, ինչ անենք, հիմա ինչ անենք, այս վերջին 3 տարին, որ մեկ անգամ եմ Երևան գնում, կամ դիմում գնում, չկա, չեմ անում էլ, ինչ անեմ, այստեղ ինչ են անում, որ ընդեղ ինչ անեմ։ Մեր շենքի վիճակը շատ ահավոր վիճակ է։ Ոչ ջուր ունենք, ոչ կոյուղ, ոչ մի սաղ պայմաններից զուրկ ենք։ Իշխանավորների վստահ։ Չգիտեմ ինչ դեղնի, մի օրում գլխներից կփլի, կմեռնենք, համ ղեկավարությունը կբրզնին, համ մենք ուր կթիմենք, գնդագի պես այս կողմից այն կողմ մեզի տես չեն եղնի։ Ընդրավինգը, նստինգը իրանց սարեր կխոստանան, հենց կնստին ընդրավինգը էլ տես չեն եղնի այս շենքին։ Ես չգիտեմ ինչ պետք է եղնի այս շենքի հարցը։ Ես ստեղ ապրում եմ 53 տարի, ստեղ համ հարսեմ, համ աղջիկ եմ։ Մեր շենքը ընտանուց 4-րդ կաշք է, մինչև հիմա 4-րդ կաշք է եղել, բայց մի քանի օր առաջ եկան նկարեցին, շանտներ երևի, ասեցին, որ 4-րդ կարգից 3-րդ է դարել, բայց ինչպես կարող է 4-ից 3-րդ դառնալ, երբ որ շենքը քանի կեշտը ավելի վատ վիճակի կդառնա։ Եթե 3-րդ կարգ է, իրանք կուզեն այդ ձևի ներկայացնեն, որպեսզի ոչ մի բան չանեն մեր ժողովրդին։ ԲԳՎՍ-ին մենք համաձայնվանք բոլոր բնակիչներով, գնացինք դիմեցինք, համաձայնվանք։ Մենք համաձայն ենք, թեկուզ թող վերանորոգեն շենքը, եթե հնարավոր է, բայց հնարավոր չէ, որովհետև շենքը շատ վատ վիճակի է։ Ես կապրեմ 4-րդ հարկ, իմ տունս ներկայիս կարող եք գաք նկարեք, բալկոնը ամբողջովին կատակը, այս անձրևաչրերը, այս ցան հալոցքը, լրիվ ընդհանուր խխմել է շենքը։ Արդեն վիճակի չենք, չգիտեմ, այս բարձր այդյանները թող կան, մի ադմ լավ նային, ուսումնասիրեն, տեսնեն, թե 3-րդ է, թե 4-րդ։ Ուրիշ ժամանակ կսեն 4-րդ կարգ է, բայց երբ որ արդեն հեշտը կհասնի որ ինչ որ մի բանով ըմբդի ժողովրդին օգնեն, արդեն 3-րդ կարգ է։ Եթե 3-րդ է, ինչու չեն կա համապատասխան մարմինները թող կան վերանորոգեն։ Երբ դիմել եք, ինչ պատասխան են տվել։ Դիմել ենք քաղաքապետարանը, մարզպետարանի վրա, գծե մարզպետարանը, քաղաքապետարանի նիքսեիմ մենք չենք կարող ոչ մի բան անենք, գնացեք Երևան։ Երևանել ենք, քանի անգամ գնացել ենք Երևան։ Էլի հա, ամեն ինչի համար կա, բոլոր շենքերի համար կա։ Մերս քաղաքի համար ոչ մի բան չկա։ Ոչ մի բան, ոչ վերանորոգում, հա, բայց իշքան 36-37 տարի մենք այս շենքը կապրինք, չէ որ մի օրում կբլի, մանդր երեխեք կան, շները կբնակվին, մեզի հետ շները կբնակվին։ Մենակ շները չէ։ Ասացիք ջրի, կոյուղի հետ։ Ջուր չունինք, կոյուղի չունինք, այս սմերվա պայմաններին վաբշե ոչ մի բան չկա։
Դիմել եք վեոլա ջուր կամ Դիմել ենք, գումարը ուզելու ժամանակ ասեն դուք դրսի ծորագից կօգտվեք։ Բդի բերեք մուզեք, բայց մենք ընտանուր շենքը ջուր չունենք։ Մեր բնակարանը 4-րդ հարգում է գտնվում։ 5-րդ հարկ եկա, բայց հիմա կարող եմ 5-րդ հարգն է ցույց տալ։ 5-րդ հարգից կատոսները ուղիղ մեր տունն է։ Կարող եք նայեք վերևը ամբողջ քարերից հետ փոկվել է արդեն։ Երեք առաջի օրը մենք ստեղ լրիվ ամբողջը բան ենք շարել։ Աման է, տաշտ է, որ ջուրը լցվի գնես։ Ահա որ վիճակ է։ Ճա, ստեղ կարող եք նայեք, ընդեղ կարող եք նայեք։ Քարերից հետ ամբողջովին փոկվել է։ Միթե կարելի է այս պայմաններում ապրել։ Որտեղ կդիմենք, մեկը մեկին գցե հեշ մի բան չեն ունի։ Հնարավոր չէ։ Ուղղակի խնդրենք, ղեկավարությանը գոնե մեր այս ընտանիքը, քանի ընտանիքին, թեկուզ մյուսներին է, թող մի բանով ապահովեն, թող շենքեր կառուցեն բնակելի։ Ճիշտ է, շատ լավ է, որ դպրոց կկառուցեն մանկապարտեզ, բայց չէ որ այդ երեխեքն է, թե մեծերը առաջի հերթին պիտի բնակարան ունենան, որ մյուս բաներով է ուրախանան։ Ստեղ արդեն մեր 5-րդ հարգն է, որտեղից ջուրը կուկա, արդեն մեր տունը գլսվի, կարող եք նայել, տաշտերը լցվել է, ամբողջովին այս ջուրը ներքևն է, մեր հարգն է։ Ահա որ վիճակ է, 3 տարի օրն ենք թափես ջրեր, նորից էլի լցվել է։ Քանի հալոց կկա, եկուց անձրևաչրերը կուկա, անձրևն էլ ավելի բետար, մի օրում սպես ուղիղ գիշտի ներքև։